Մեր շրջանում բնակչության հիմնական զբաղմունքներից մեկը անասնապահությունն է ու կաթնամթերքի արտադրությունն է։ Դարիներ շարունակ շատ ընտանիքներ իրենց ապրուստը ապահովում են հենց կով պահելով եւ կաթ վաճառելով։ Վերջին շրջանում կաթի գնի բարձրացումը որոշ չափով ուրախություն էր բերել գյուղացիներին։ Մարդիկ հույս ունեին, որ իրենց աշխատանքն ավելի արժևորվել է եւ կարողանալու են հոգալ ընտանիքի ծախսերը։ Ես բամեդ վերջիտ է ինչ են ինքո աստիբաց կուդանք։ Աստիբաց։ Բայր խոչես կնա, բայր մեր կով ես բամեդ չես կնա։ Էժանը Ում ձերկուդա, թանգծում ըքսենք սալյարքան հելել է, հիմի ատեն կարուն է, ասխվա վարուցանք, էդիկ հեշմեգին է ձեր չիտա, կատն է իչել է, ինչ են ինք, աստիբաց թանգծի, չէ ալի դենման, մեր կովի երունդա էդիկ հեչեսնա, յոտու տասատ կովդի պայես ու, մի կելեմ սարկես, կոնե կելեմ էդև է, էդիկ դի ծախես, էդև ինչ են ես։ Երգե չես կնա, երգե ինչ։ Կարոնը դաժողտ է թանգնը, կարոնը չի թանգնա կատը, կարոնը հագարակ ելոր է ժննա, ոչ չի թանգնա։ Դաստի բաց, դեգը գուզես, ես է, չես ուզե ես է, ինչ են ես։ Սակայն վերջին օրերին իրավիճակը կրկին փոխվել է, կաթի գնման գինը նվազել է, ինչը մեծ անհանգստություն եւ հիասթափություն է առաջացրել բնակիչների շրջանում։ Գյուղացիները նշում են, որ անասնապահությունը հեշտ գործ չէ, այն պահանջում է մեծ ծախսեր, կերի, խնամքի եւ ժամանակի առումով։ Երբ կաթի գինը նվազում է, այդ աշխատանքը գրեթե չի արդարացնում ծախսերը։ Քանի որ ես անասուն բայող եմ, գիտեմ անասնումին հետ աշխատանք իշքան դժվարություն կբերե։ Իշքան տանջանք է պետք այդ անասուններուն խնամելու մինչև իրենց վերջին ամեն ինչը ապահովելու համար, թե գերը, թե ջուրը, թե խնամքը, ամեն ինչը։ Բայց երբ որ կաթը երկու լարի խանեցին, մենք ուրախացանք ահագին, որ խանութները շատ թանկ է, թանկություն է, այդ օր համար կաթն է բարձրացին, ահագին օգուտ էր ժողովրդին համար, ահագին լավ էր։ Բայց հեմի կարընկելով է, սկսվավ կովերուն ծինը, կաթին գինը ընկավ։ Միթե չի կարելի կաթին գինը ստաբիլ բայել, ինչ որ բայենգը խանութներում իրենց ապրանքը։ Խանութներուն ապրանքը, որը թանգեցավ, թանկ մնաց, հեչ մեկը չի ճավ։ Այս ամեն ինչը ժողովրդին գերբաններ են կերտա։ Մեղք են ժողովրդին, քիչ մի ֆերմերները, կաթառնողները խնդրած կլեին, որ ժողովրդին մասին է մտածին։ Քանի որ նորից կգերգնեմ, այս անասուն բայելը շատ դժվար է, ահագին բարձություններ կա եւ ահագին աշխատանք կա։ Մեղք են ժողովրդին, թող դրության մեջ մտնին, կաթին գինը մնա ստաբիլ, ոչ թե աշունքը իջեցնեն, հանեն բարձրացնեն գինը, կարումն է կովերուն ծնեն հետև սկսեն կաթին գինը ցակել։ Չնայած դժվարություններին մարդիկ շարունակում են զբաղվել իրենց ավանդական աշխատանքով։ Շատերի համար անասնապահությունը ոչ միայն եկամտի աղբյուր է, այլ նաև տարիների ընթացքում ձևավորված կենսակերպ։ Գյուղացիները հույս ունեն, որ կաթի գինը կրկին կկայունանա եւ իրենց աշխատանքը նորից կգնահատվի այնպես, ինչպես արժանի է։